նունդից։ Դոն այդ վիդեոն որ ժողովուրդը։ Ասել են թույլ ենք տալու գնալու ենք վիդեոն անելու է։ Լրատվամիջոցը տալու սույցից հետո են թույլ տալու, չէ՞, Տիկին Պոստանջան։ Չէ, ես այնտեղ էի որ եկա, ես չեմ իմացել։ Տիկին Պոստանջան մի հատ հարց։ Ճիշտ է գտել ոստիկանության մեքենայով հայտնվեք Գյումրու փողոցներում։ Ես նոր եկա այդ մեքենան այդտեղ։ Ճիշտ է գտել իմ հարցին դրական կամ բացական պատասխան։ Ճիշտ է մեքենան այդտեղ էր եկել է խոսքը։ Ցանկացած մի հատ լեննական ֆասեկնձի տարիք Լոնդոն ձեզ կտաներ։ Բայց շան ավտո չնստեք։ Տիկին Պոստանջան Այդ մեքենան որ նստել է, որը բացատրեմ քեզ, որ նոր եմ ստեղ եմ նստել։ Ինձ մենակ մի բան կարա բացատրի այն, որ այդ հանցագործ է։ Լեննականի հրաբարակը սաղդ գիտեք։ Այդտեղ կախվի, ամեն մի հատ լեննականցի ճակտից թողե։ Հասկանում եմ քեզ, հիմա պետք է տենանք ուզում եք տենանք չէ հանցագործը, այստեղա թե չէ։ Ուզում եք տեսնենք։ Տեսնում եք, նույնիսկ դուք կասկածում եք։ Կասկածում եմ, որովհետև ես քո նման քաղաքացի եմ։ Եկել եմ որ տենամ ինչա կատարվում։ Տեսա՞ք։ Հիմա չեմ տեսել, հիմա։ Ձեզ կարևորը եղելությունն է, եղածը։ Ոչ եղածը ցավը տանը, ոչ միայն եղածը, նայ իմ իրավունքների վերականգնումը։ Այդ ընտանիքին որ սպանել են։ Ոստիկանությունը հիմա կանգնած է իմ դիմաց։ Բայց ոստիկանություն ոչ մի այստեղի կայնածներից ոչ մեկը ներկա չգտնվա հրավերությունը։ Հիմա մի րոպե, ինձ լսեք, խնդրում եմ ինձ լսեք մի րոպե ինձ լսեք։ Ասա, բայց այդ ոստիկանին մենք իրավունք չունենք, մենք էլ դառնանք։ Ոստիկանի 70,000 դրամ ամսական տալիս են, մնացածը մեր վերխուշկեկը ծախում են Ռուսաստանին։ Ցավը մարտի մեկը տեսավ չեք անում։ Մարտի երկուս կանենք ստեղ։ Դե չենք, հիմա գիտես ինչա, մենք ինչ որ անելու ենք, մենք անենք, բայց մենք հերիք հարում թափենք։ Ոչ, մենք բարոյական ազգ ենք, միշտ բարոյական հաղթանակներ ենք տալիս։ Չէ, ես էլ եմ ուզում մենք հաղթանակ ունենանք։ Ու այդ հաղթանակը։ Բայց չեմ ուզում։ Մի հաղթանակ Ղարաբաղն ունեմ, դրա համար ես ոստիկանները, որ այս ժամանակ էստեղ, այս հողի վրա, մի հատ ազատամարտիկի գցեցին ծեծեցին, ոստիկանները ոչ մեկը չեկավ մոտեցավ։ Դա ձեր պետությունը։ Դա մեր Ղարաբաղի տարածքը։ Ճիշտ ես ասում ցավը։ Ուր եք դուք այդ ժամանակ։ Ոստիկանին էլ լավ մեր այսօր լծի տակ ստրկի վիճակում։ Ոչ, ինչու դուք ստրուկ չեք։ Որովհետև ես ես։ Որովհետև դուք ազատ եք մտածում։ Ոնց որ ես կանեմ։ Մենք որ ազատ լինեն, նույն ոստիկաններն է պետք է ազատագրենք։ Բայց ուրա որևէ մեկը դաժե մեկ վարքան մտածում է ազատ ապրելու մասին։ Չէ։ Մտածում ենք այսօր որ